Ողջույն բարեկամներ, ձեզ հետ My Culinary Versions խոհարարական ալիքն է և ես այսօր ձեզ կներկայացնեմ կորեական կերակրատեսակ հավի բուդիկներով և ջրիմորով։ Նախորդ ասեմ, որ չափից դուրս օգտակար կերակրատեսակ է ջրիմորների շնորհիվ։ Հիմա սկսենք, իսկ մինչ այդ բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք և գրեք ձեր մեկնաբանությունները։ Սկսում ենք։ Ինչ է մեզ պետք։ Ուրեմն հավի բուդիկներ 600 գրամ, գազար մի քանի հատ, 5-6 հատ, գլուխ սող 3-4 հատ, ձեթ, սովորական քունջութի ձեթ, կորեական ջրիմուր, 1 ճաշի գդալ բավական է, աղ։ Հիմա ինչ ենք անելու։ Նախորոք, ուրեմն հավի բուդիկները մեկ անգամ եռացնում ենք և ջուրը թափում, եթե տնական հավ չէ, իսկ եթե տնական հավ է, ուրեմն կարելի է նաև առանց եռացնելու թափելու։ Գազարը ես կտրատում եմ օղակաձև, դուք կարող եք ձեր նախասիրությամբ ինչպես կցանկանաք կտրատում եք, գլուխ սոխը օղակաձև կտրատում եք։ Մնում է այստեղ ջրիմուրները նախորդ պատրաստելու համար, ուրեմն թասի մեջ լցնում ենք 1 գդալ ջրիմուր, որան եռացրած ջուր ենք լցնում կամ սովորական տաք ջուր և թողնում մի քանի րոպե, որպեսզի այդ տերևները ինչպես թեյի վրա լցնում ենք, բացվում է, այդ նույն ձևով այս ջրիմուրները բացում են։ Եթե տաք ջուր լցնեք, ուրեմն ավելի շուտ կբացվի, եթե սառը, ուրեմն ավելի ուշ կբացվի։ Հիմա անցնենք պատրաստմանը։ Ինչ ենք անելու։ Ուրեմն նախորոք հավի միսը, այսինքն բուդիկները մեկ անգամ եռացրել թափել եմ ջուրը, դրել մի կողմ։ Ջրիմուրը նույնպես թասի մեջ տաք ջուր եմ լցրել, բացվել է, դրել եմ մի կողմ։ Այնուհետև կտրատել գազարը, սոխը, ինչպես ասացի, ինչպես կցանկանաք։ Կաթսայի մեջ լցնում ենք ձեթ, տաքացնում ենք գազար և սոխը լցնում ենք մեջը և ժամանակ առ ժամանակ խառնելով թողնում ենք մինչև քիչ ոսկե գույնի թափանցիկ դառնա։ Դրանից հետո ավելացնում ենք հավի միսը, կրկին մի քանի րոպե թողնում ենք, որպեսզի համերը խառնվեն, սոխի, գազարի և բուդիկների և մի քիչ տապակվի։ Այդ պահին ավելացնում ենք մի քանի կաթի քունջութի ձեթ, համը ավելի լավացնելու համար։ Պատրաստ է, վրան լցնում ենք եռացրած ջուր, ոչ շատ, այնքան, որ ծածկի ոչ սուպանման, ոչ սոուսանման, այլ միջին չափի ջուր։ Եվ պատրաստ լինելուց առաջ համտեսում ենք, եթե աղի կարիք կզգացվի, աղ ենք ավելացնում, իսկ ջրիմուրը ավելացնում ենք վերջում, անջատելուց հետո և մատուցելու պահին։ Այսքան այսօրվա համար, պատրաստեք շատ համեղ և շատ օգտակար, ասացի ջրիմուրների շնորհիվ։ Առայժմ կհանդիպենք ցտեսություն։